Ես այդ միասնեցի չեմ։ Ես իրավունք չունեմ մասնակցելու, ես Մոզամբիկից եմ եկել։ Այո, Նիկարագուայով թարան թռա եկան գաստե։ Չէ, ես չեմ մասնակցում ոչ մի բանի։ Կարող եք հետևում տեխնացուներին։ Հետաքրքիր չի այն մարդ։ Ես 102 տարեկան մարդ եմ, ինձ պետք է այդ բոլորը։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակներից ապրում եմ ես։ Այդ ֆուտբոլ եմ կարդում։ Քաղաքականությամբ չեք հետաքրքրվում։ Քաղաքականությունը գիտեք ինչ, շատ կներեք էլի, որ մի բառ ասեմ, ոչ չեք նեղանա։ Այն կնգանմանը, որ այսօր մեկի գիրքն է, վաղ թռնա մյուսի գիրքը, դա քաղաքականություն է։ Հասկացաք ինչ է։ Դա քաղաքականություն է։ Հա, Մարքսը քաղաքականությունը ամանել էր, ինչ էր ամանել։ Ապսետ չեմ կինեք էլի չեմ ուզում ասեմ, պորնիկ էր ամանել, Մարքսը։ Ահա, խնդրեմ, ել ինչ եք ուզում, քաղաքականությունը դա է։ Ումն է պետք է քաղաքականություն։ Որոշ գործիչներ ասում են, որ քաղաքականությունը պոռնկություն է, երբ որ դրանով զբաղվում են պոռնիկները, երբ որ նորմալ ազնիվ մարդը զբաղվի, այդպես չի լինի։ Մեկի գրկում է, վաղը թռնում է մյուսի գիրքը։ Բայց բոլորը Չէ, բոլորը այդպես չեն։ չէ, բայց այդպես են որ բանա բնորոշում նրանց։ Այդ քաղաքականություն է, քաղաքական։ Մեր քաղաքական դաշտում մեկը sense մի հատ ազնիվ կերպար չկա։ Այսօր Մամբրեի օկտենա, վաղը Գևորգի օկտենա, մյուսը ես Ֆիլիպոսի օկտենա, ով է հասկանում հիմա խառնվել են յարի։ Մեզ հետո էս հանրապետություն չի։ Այս հանրապետությունը կոչվում է Հայաստանի կրկնության հանրապետություն։ Ամեն ինչը կրկնում են, տելևիզոր նայել եք դուք, ամեն ինչը կրկնում են, ինչ է քթե դրանից չեմ իմանում։ Ոչ մի բան չկա հետաքրքիր նայելու։ Այո, այո։ Այսինքն այս առաջիկա խորհրդարանական ընտրություններին էլ չեք մասնակցելու։ Ոյ մարդ ինչ ընտրություն, ինչ բան, ինչ խորհրդանական կա, գիտեք ինչ, շատ ներողություն էլի չեմ ուզում վիրավորեմ, հա, բայց դա ազգային ժողով չի, ազգային ուրիշ բան է։ Մանավանդ նրան այն երեքը, պետը եւ իր երկու տեղակալը թույն են, թույն։ Լավ, գնացեք, ստեսություն։ Շատ ջղայնացած է հայրիկը։ Եթե իշխանությունից դժգոհ եք, ընդդիմությանն էլ ձայն չեք տալու։ Ոչ մեկին ոչ մի բան չեմ, ոչ մեկին էլ ոչ մի ձայն չեմ տալու։ Հայրիկ, գիտեք, մեջները չկա մեկը, որ խելացի է, տենց Բայց չէ, ես չեմ բանան, չեմ մասնակցի, չէ։ շատ ջղայնացած է հայրիկը։ Իհարկե կջղայնանամ, որտեղ երկար տարիներ ապրել եմ, ես շատ բան եմ տեսել, շատ լավ բաներ եմ տեսել, բայց հիմա շատ վատ բաներ եմ տեսնում։ Այդ դրա համար էլ բարկանում